Հանրապետության գլխավոր ամբիոն նորեր անց պաշտոնապես կընդունի ազգային ժողովի նոր կազմին։ Բաղրամյան 19-ում կձևավորվի քաղաքական նոր իրականություն։ 8-րդ գումարման խորհրդարանը իր լիազորությունը ստանձնել է 21 թվականի օգոստոսի 2-ին, 9-րդ գումարումը եւս պետք է իր լիազորությունը ստանձնի օգոստոսի 2-ին, այսինքն 10:00-ին։ Օրը կիրակի է, բայց դա խոչընդոտող հանգամանք չէ։ Խորհրդարանը պարտավոր է կատարել սահմանադրությամբ ամրագրված պահանջը։ Հենց այդ օրը նորընտիր падգամավորները կհավաքվեն, պաշտոնապես վերցնելու падգամավորի մանդատները։ Ինչ տեսք ունի ուժերի նոր դասավորվածությունը, խորհրդարան են անցել քաղաքական 3 ուժեր։ 64 մանդատ պատկանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որին կհաջորդի ուժեղ Հայաստան դաշինքը 29 մանդատով, իսկ եռյակը կեզրափակի Հայաստան դաշինքը 12 մանդատով։ Խորհրդարանը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքի հիման վրա։ Ազգային ժողովը ձևավորվում է համամասնական ընտրակարգով։ Այս մեխանիզմը Հայաստանի ընտրական համակարգի ամենակարևոր առանձնահատկություններից մեկն է։ Նվազագույնը ընտրվում է 101 падգամավոր, բայց նոր խորհրդարանը կունենա 105 падգամավոր։ Մինչև մանդատները վերցնելը, սակայն քաղաքական ուժերի падգամավորի թեկնածուները նաև մանդատից հրաժարվելու դիմում կարող են ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հուլիսի 20-ը ներառյալ։ Հայաստան դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել միայն դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Ուժեղ Հայաստանից ինքնաբացարկ է հայտնել 105 թեկնածու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ունենք 27 ինքնաբացարկ։ Ըստ էության սա կարելի ասել, որ կառավարության կազմը, ապագա կառավարության կազմը այն մարդիկ, ովքեր որ ցուցակում այս բան անցողիկ տեղում են եւ իրենք գործադիր պաշտոններ են զբաղեցնելու, ըստ էության այդ կազմն է։ Ուժեղ Հայաստանից ունենք եւս 2 ինքնաբացարկ, 3 ստացել ենք 1 ինքնաբացարկ, որը որ տեսեք տվյալ տեխնացուն մեկ անգամ նոտարական կարգով ինքնաբացարկ էր ներկայացրել, այսինքն նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Հետո Իրիկֆեստով հրաժարվել էր իր ինքնաբացարկից։ Ինքը ուղղակի ոնց որ նշում էր, որ քան որ 100 տեխնացու ցուցակի ինքնաբացարկը ներկայացել, ինքը ցուցակի ամենավերջի համարներից էր։ Ասել էր ներկայացած ինքնաբացարկը մի քննեք։ Իրիկֆեստով ներկայացրել, մենք չքննեցինք դա, այն մեր այդ 106 ինքնաբացարկները, որ քննեցինք, այդտեղ չանդրադարձանք։ 3 ներկայացրել է նոր դիմում, որով որ ասում է, չէ, ես ցանկանում եմ ինքնաբացարկ ներկայացնել, ամեն դեպքում տեսնում եմ, որ միևնույն է, ես հնարավորություն շանս չեմ ունենա։ Ինքնաբացարկների դիմումներն ընդունելուց ու քննարկելուց հետո արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին նիստ է գումարելու, որտեղ հաստատելու է նոր խորհրդարանի կազմն ու մանդատների տրամադրումը։ Այն մանդատը, որ մենք ենք տրամադրում, չէ, այդ մանդատը падգամավորներին ըստ էության 1-2 անգամ է պետք գալիս։ Ինքը արդեն խորհրդարան, երբ որ ներկայանում է խորհրդարան այդ մանդատով գրածվում է որպես падգամավոր, դրանից հետո այդ մանդատը շատ կարճ ժամանակահատված է, որ իրենց դրա կարիքը ունենում են, որտեղ խորհրդարանում իրենց падգամավորական վկայականներն է տրամադրվում եւ ըստ էության падգամավորների հետագա 5 տարիներին արդեն մուտքը ելք ազգային ժողովում հիմնականում իրենց վկայականով են մուտք գործում։ Մանդատի, ասենք, մեր տրամադրած մանդատը դա ուղղակի մնում է падգամավորի մոտ, այդպես որի միապացույց, որ ինքը падգամավոր է։ Ազգային ժողովում ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Մինչև այժմ նախագահի ընտրվելը նիստը վարելու է ներկա падգամավորներից տարիքով ամենաավագը։ Նրա ընթերցմամբ падգամավորները կրկնում են երդման տեքստը։ Ի դեպ, падգամավորների երդման այդ տեքստը նոր ազգային ժողովի падգամավորների համար նոր տարբերակով է լինելու։ Փոփոխությունների նախագիծը խորհրդարանն ընդունել է հուլիսի 2-ի արտահերթ նիստում։ Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար։ Փառք նահատակներին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Օգոստոսի 2-ին ազգային ժողովի առաջին նիստի օրակարգում կքննարկվի 5 հարց։ Օգոստոսի 2-ին ազգային ժողովում արդեն առաջին նիստն է տեղի ունենալու, որտեղ օրակարգում ընդգրկված են լինելու հետևյալ հարցերը. հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, այսինքն ձևավորվելու է հաշվիչ հանձնաժողովը, օրակարգի երկրորդ հարցով ԱԺ նախագահի ընտրություն, երրորդ հարցով ԱԺ նախագահի տեղակալների ընտրություն, չորրորդ հարցով մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություն եւ կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը, եթե կա այդպիսի հարց։ Այսինքն հարցերն են ընդգրկված լինելու օրակարգում, իսկ մինչ առաջին հարցին անցնելը, այսինքն հաշվիչ հանձնաժողով ձևավորելը, խմբակցությունը վարչապետի թեկնածուի ընտրության նախագիծը ուղարկելու է նախագահական, այսինքն ընտրվելու է այնտեղ ստորագրելու է նախագահ վարչապետի քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշումը վարչապետի թեկնածուի եւ 5-օրյա ժամկետում կառավարությունը ձևավորելու է որ խորհրդարանական պաշտոններն ու տեղերը բաշխվեն քաղաքական ուժերի ստացած մանդատների քանակին խիստ համապատասխան, այստեղ արդեն գործելու է Դոնթի բանաձևը։ Չնայած այս բանաձևին ընդդիմությունը 8-րդ գումարման այժմ հրաժարվել է ղեկավար պաշտոններից։ Ազգային ժողովն առաջին նիստում, ինչպես նշեց Մանավազյանը, ընտրելու է ազգային ժողովի նախագահ ու տեղակալներ։ Քաղաքացիական պայմանագրի ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է։ Ազգային ժողովի նախագահն ունի 3 տեղակալ, որոնցից 2-ը կլինեն կառավարող խմբակցություն մեկը ընդդիմադիր ամենամեծ ուժից։ Այս պարագայում Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը քաղաքացիական պայմանագրի ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուներն են։ Ուժեղ Հայաստանը, որպես ընդդիմադիր երկրորդ ուժ, դեռևս որոշում չունի, թե այդ պաշտոնին իրենց համար սահմանված տեղն ում են առաջարկելու։ Մամուլում Ուժեղ Հայաստանի հետ կապված այդ պաշտոնի համար շրջանառվում են Արամ Վարդևանյանի եւ Էդգար Ղազարյանի անունները։ Եթե այդ եւ այլ պաշտոններում Ուժեղ Հայաստանը թեկնածու չառաջադրի, նստաշրջանի անհիմն ձգձգվելը կանխելու համար քաղաքացիական պայմանագրի պատգամավորները օրենքի նախագիծ են հեղինակել, որն այս նոր ազգային ժողովում արդեն գործելու է։ Ներկայացրեցինք կանոնակարգի սահմանադրական օրենքում փոփոխություն, որտեղ անընդմեջ երբ ընդդիմությունը ազգային ժողովում նախագահի տեղակալի թեկնածու ինչ եմ ասում ընդդիմությունը, որտեղ նախորդիվ նման փորձ ունեցել ենք, 3 անգամ անընդմեջ կարող է ներկայացնել եւ եթե կամ չներկայացնելու դեպքում նույնիսկ, եթե խնդիր է առաջանում, այսինքն չենք ընտրում չի ընտրվում ազգային ժողովի նախագահի տեղակալ, 3 անգամ անընդմեջ ներկայացնելուց հետո անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Իսկ նախորդ կարգավորմամբ չենք կարող օրակարգի հաջորդ հարցին անցնել, պարտադիր պետք է այդ ընտրությունը տեղի ունենար եւ տեղեր ունենում խոչընդոտում էր բնականոն աշխատանքը։ Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների դեպքում ընդդիմությունը եւս թեկնածուներ առաջադրելու իրավունք ունի։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այդ հանձնաժողովների համար արդեն իր թեկնածուներն ունի։ Լուրերի տեղեկություններով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում առաջադրվել է միայն գործող նախագահ Արուսյակ Ջուլհակյանը։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ՔՊ վարչության անդամներ Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը, նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջադրված չէ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանն ու Զարուհի Բաթոյանը, կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, նաեւ խմբակցության քարտուղար Արթուր Հովանիսյանը։ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար առաջադրվել են հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ Ալխազ Ղազարյանն ու Տրթած Սարգսյանը, նաև Նելի Բավայանը։ Կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար պայքարելու են Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը, առաջադրվել են նաև հանձնաժողովի գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու փոխնախագահ Թագուհի Ղազարյանը։ 3 թեկնածու առաջադրվել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։ Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, Զարուհի Բաթոյանն ու քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը։ Տրթած Սարգսյանը նաև Հասմիկ Հակոբյանը
առաջադրվել են նաև տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար։ Եվրաինտեգրման հանձնաժողովը ղեկավարելու ցանկություն ունեն գործող նախագահ Արման Եղոյանն ու հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում աշխատանքը շարունակելու ցանկություն ունի գործող նախագահ Սարգիս Խանդանյանը։ Այս պաշտոնին առաջադրվել է նաև падգամավոր Տաթևիկ Գազբարյանը։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Ծովինար Վարդանյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Բաբկեն Թունյանը։ Բաբկեն Թունյանը նաև տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում միակ առաջադրվածն է։ Падգամավոր Վահե Ղալումյանն ու Գարիկ Սարգսյանն էլ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի առաջադրված տեխնացուներն են։ Թե հավակնորդներից ում կընտրի ԿՊ վարչությունը, բարձ կդառնա հուլիսի վերջին։ Թեև 12 հանձնաժողովներից 4-ի նախագահությունը ըստ օրենքի հասնում է ընդդիմությանը, 3-ը ուժեղ Հայաստանին, 1-ը Հայաստան դաշինքին, եթե ընդդիմադիր ուժերն անեն իրենց առաջադրումները, կընտրվեն հանձնաժողովի նախագահ։ ԿՊ-ի ներկայացուցիչը այդ նույն հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։ Այս բոլոր հարցերը կարգավորելուց հետո Արուսյակ Մանավազյանը մանրամասնում է ազգային ժողովի հետագա քայլերը։ Իր առաջին արդեն կառավարության ձևավորումից հետո նիստով կներկայացնի կառավարության ծրագիրը ազգային ժողով, որը արդեն հաջորդ նստաշրջանի հավանաբար, երբ որ պատրաստ կլինի կառավարության ծրագիրը ներկայացման, կներկայացնի արդեն ազգային ժողով եւ այսպես կձևավորվի ազգային ժողովում։ Օգոստոսի 2-ին, եթե անգամ ընդդիմությունը չներկայանա ԱԺ, այն շարունակելու է իր բնականոն գործունեությունը։ Մանավազյանը շեշտում է. Մենք շարունակելու ենք մեր բնականոն աշխատանքը, որևէ կերպ, որևէ բան տեղի, արտառոց բան տեղի չի ունենալու։ Մերի Խաչատրյան, Սերյան Անտոնյան, Դավիթ Դանիելյան, Կիրակնորյա լուրեր։